Հայաստանի մարգարաբնակավերի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են, այս մասին հաղորդում են Թուրքիայի լրատվամիջոցները, նշում, որ Իգդիրի նահանգապետը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները, նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Իրանի արտգործնախարար Շահբազ Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը։ Արաղչին ևս մեկ անգամ շեշտել է, Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում ուրանը հարստացնելու իր իրավունքից։ Նրա խոսքով բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, արդյոք մյուս կողմը այս հարցին լրջությամբ կվերաբերվի։ Ռուսաստանը ընդունել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև Անկորիջում օգոստոսյան գագաթնաժողովի ԱՄՆ առաջարկները, սակայն այժմ ամերիկյան կողմը պատրաստ չէ սեփական նախաձեռնությունները իրականացնել, հայտարարել է Լավրովը։ ԱՄՆ վարչակազմը ոչ միայն չի վիճարկում այն օրենքները, որոնք Բայդենն ընդունել է Ռուսաստանին պատժելու համար, այլև նոր պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի դեմ և սրում հրցանավերի դեմ պատերազմը։ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան որպես Միացյալ Նահանգների մաս։ Արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերում ամերիկացի առաջնորդը հանդիպում է եվրոպացի առաջնորդների, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։